շատ կարևոր են խեցիները մեզ համար։ Ուստի շատ ժամանակ վիրահատական միջամտությունների արդյունքում ցավոք շատ ու շատ բժիշկներ դեռ ամբողջովին հեռացնում են խեցիները։ Այն չի կարելի ամբողջովին հեռացնել, եթե իհարկե չունենք ուռուցքային փոփոխություններ խեցու վրա։ Քանի որ հեռացված խեցիներով պացիենտների մոտ լինում է դատարկ քթի համախտանիշ, այսինքն, երբ որ նրանք շնչում են, ունենում են պարադոքսալ դժվարաշնչություն։ Իհարկե նայում ես ամբողջությամբ անցուղին բաց է, ըմպանի հետին պատը տեսանելի, բայց նրանք ասում են ես վատ եմ շնչում։ Ինչով է դա պայմանավորված։ Քանի որ ներշնչված օդը դիմադրության չի հանդիպում, իսկ խեցիները մեր ապահովում էր հոսքի ուղղությունը, հոսքի տուրբուլենտ ընթացքը, բայց քանի որ հեռացված է լինում խեցի, այդ տուրբուլենտ հոսքը մենք չենք զգում, ռիցեպտորները չեն զգում եւ արդյունքում օդը չի հասնում նորմալ դեպի մեր ստորին շնչառական ուղիներ։ Եվ հեռացված խեցիների դեպքում նաև գանգատը լինում է հաճախակի կեղևների առաջացում եւ քթի սարսափելի չորություն։ Այսպիսով չի կարելի ամբողջովին հեռացնել խեցիները։ Կան բազմաթիվ նոր մեթոդներ, որով կարելի է կրճատել նրա չափը, լուծել հիպերտրոֆիայի խնդիրը։